طولانی شد. Long question. Կարծես մոթար գոնե այսքան բան کل سوال کل سوال این هستش که در واقع چیز آقای نیکول پاشینیان در مصاحبه مطبوعاتی اخیرشون گفته بود که در واقع آذربایجان آقای علیف اعلام کرده که از مناطق آذربایجان غربی به سمت نخجوان میخواد در واقع حمل و نقل کامیون ها رو در واقع راه اندازی کنه و بعد در ادامه صحبت ها گفته بود که ایران هم پیشنهاد داده که از طریق از قلمرو ایران این در واقع این اتفاق بیفته. من میخواستم ارزیابی جمهوری اسلامی ایران در خصوص رفع استعداد مسیرها و همچنین با شرایطی که در واقع ایران برای آذربایجان با چه شرایطی ایران برای آذربایجان این امکان رو فراهم کرده که این کامیون ها از اون طریق تردد کنند. جمهوری آذربایجان قبلا از طریق خاک جمهوری اسلامی ایران از سرزمین اصلی آذربایجان به نخجوان ارتباط داشت. ուրեմն նախկինում Ադրբեջանը ունեցել է այդ ուրեմն Իրանի տարածքով դեպի Նախիջևան ուրեմն այդ հաղորդակցության ուղին ունեցել է. بعد از جنگ 2020 آذری ها به مرز ارمنستان و مرز ما نزدیکتر شدند. ուրեմն 2020 թվականի պատերազմից հետո ազերիները ավելի մոտեցան եւ Հայաստանի սահմանին եւ մեր սահմանին. مسیری که قبلا استفاده می‌کردند مسیر نسبتاً طولانی بود برای ارتباط خاک اصلی آذربایجان و نخجوان از بیلسوار وارد می‌شدند. ուրեմն այն նախքին երթուղին, որը օգտագործում էին դեպի ադրբեջանցիները դեպի Նախիջևան բեռնափոխադրումը իրականացնելու համար բիլսավար ուրեմն այդ երթուղով էին այն օգտվում եւ դա համեմատաբար երկար երթուղի էր. یک ایده مطرح شد که اونها برای اینکه بیشتر مسیر رو در داخل خاک خودشون طی بکنند بیان از نزدیک‌های مرز ارمنستان، آذربایجان و ایران این ارتباط رو با نخجوان برقرار بکنه. ուրեմն ներկայացվեց հետեւյալ գաղափարը, որ նրանք այդ երթուղու ավելի մեծ մասը իրենք անցնեն հենց իրենց տարածքով եւ մնացած մասը ուրեմն Հայաստանի եւ Իրանի մոտ սահմանին մոտ տարածքով կարողանան այդ երթուղին ունենալ. بنابراین ما توافق کردیم که آذری‌ها از نقطه جدیدی از طریق خاک ایران به نخجوان ارتباط پیدا بکنند. Ուստի մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր ուրեմն կետով դրանք կարողանան ուրեմն շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան. و کارها شروع شد و الان بعد از تکمیل کارهای ساخت و ساز این مسیر کامیون های آذربایجانی میتونن از این نقطه به نخجوان ارتباط پیدا بکنن که فاصلش حدود 50 کیلومتر. ուրեմն երբ որ ավարտեն արդեն այդ ճանապարհաշինարական աշխատանքները ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են այդ նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը կազմում է 50 کیلومتر. این کاملا تحت تردد کامیون‌های آذربایجانی در داخل خاک ایران کاملا بر اساس تحت حاکمیت ملی و سرزمینی ایران و طی تشریفات کامل گمرکی است. ուրեմն այդ երթուղին, որը անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին այն գտնվում է Իրանի ուրեմն ինքնիշխանության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո եւ մաքսային արարողությունները եւ կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ. این مسیر هم مسیر جاده‌ای است
եւ դա ուրեմն տրանսպորտային երթուղի է اما در ارتباط با رفع انسداد مسیر ما بارها موضع گیری کردیم و الان هم یک بار دیگه من این رو اعلام میکنم. Իսկ ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակմանը, մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը եւ այժմ փորձեմ եւս մեկ անգամ այն կրկնել. ما مخالف رفع انسداد مسیرهای مواصلاتی نیستیم به شرط اینکه تحت حاکمیت ملی و سرزمینی کشورهای مستقر باشد. Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակումը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային եւ տարածքային ինքնիշխանության ներքո. بنابراین ما با رفع مسیرها انسداد مسیرها در خاک ارمنستان موافقیم و به شرط اینکه تحت حاکمیت ملی احترام به تمامیت ارضی و نظارت و کنترل نهادهای داخلی ارمنستان باشه. Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ուրեմն ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ուրեմն ազգային եւ տարածքային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա. با هر مسیری که منطق کوریدور داشته باشه مخالفیم. Ցանկացած ճանապարհ, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք.